Ողջույն ժողովուրդ ջան, մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից միանան, շատ հետաքրքիր եթերը իմ կարծիքով լինելու, ուստի միանգամից կխնդրեմ կիսվեք, տարածեք, նամակ ունենք, որի մասին նույնպես կխոսենք, բավականին հետաքրքիր նամակ է, եւ իհարկե ընդհանուր առմամբ այս եթերը անդրադարձ է նախ եւ առաջ շաբաթ օրը Սասունցի Դավթի արձանի մոտ հավաքված լինելու արձագանքներին ի պատասխան եւ ոչ միայն արձագանքներին ի պատասխան խոսքը բացասական արձագանքների մասին է կամ ծաղրանքի հեգնանքի մասին է. Ես առաջարկում եմ, որպեսզի լավ կիսեք ու տարածեք, ես եթերը ժողովուրդ ջան ընթացքում էլի կհիշեցնեմ, որպեսզի այդ ծաղրողներն ու անուն դնողները մի պահ խորհեն այն ամեն ինչի շուրջ, ինչ որ հիմա ես կասեմ եթերով։ Ուրեմն տեսեք, նախ անունը, կան մարդկանց խմբեր, ովքեր որ շատ անհանգիստ եւ անհամբեր սպասում էին, թե տեսնեն Սասունցի Դավթի արձանի մոտ ինչքան մարդ է հավաքվելու, մի հատ ըստ այդմ հասկանանք, որ քիչ լինի մեր ասելիքը ասենք։ Հիմա ասեմ դրանց։ Նախ շաբաթ օրը չի եղել հանրահավաք, եղել է զբոսանք։ Սա մեկ։ Երկրորդ ներկային, քանի հոգի էին հավաքված եւ այլն, ներկա մարդիկ հիմնականում այո, տարիքով մարդիկ, կյանք տեսած ու հասկացող այն մարդիկ, ովքեր որ ապրել են բոլոր ժամանակներում եւ հիանալի կարող են համեմատականներ անցկացնել։ Շատերը ասում էին, դե, այսքան պապիտատիկա հավաքելա գլխին, ես մի հատ փոքրիկ գրառում այդ անդաստիրակներին ուղղել եմ, բայց այնուամենայնիվ երկու բառ կասեմ, տեսեք, ուրեմն 44-օրյա պատերազմից հետո, երբ բոլորիդ աչքի առաջ երևի մոտավորապես 2-2.5 տարի ես ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ, ձեր տված դուխով, փոքրիկ, ժամանակ առ ժամանակ զինվորներին ու կամավորներին, պատկերացրեք ձեր վրա մի հատ, ինչքան դժվար է վերցնել այդ տեսակը, բայց ես հասկանում եի, թե նրանք ինձ սիրով ու նվիրումով են դա բերել։ Ես վերցնում էի ու տանում էի պոստեր։ Հիմա այդ ծաղրողներին, ում համար տարիքով մարդիկ մարդ չեն, մի հատ հարց տամ։ Քանի որ բոլորիս են հայտնի ձեր քաղաքական պապաները, կարող եք ասել, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, ով հիմա մի հատ առանձին 200 միլիոնի գործով է անցնում, ու էլի գործեր կան, ու բոլորս գիտենք, որ նրա կարողությունը դրանի 10-պատիկ, 15-պատիկն է, քանի կոպեկով են օգնել մեր կամավորներին, քանի կոպեկով են օգնել արցախցիներին, կներեք ժողովուրդ ջան, շատ անհարմար ժամանակ զանգ է գալիս։ Որ հիմա էլ որոշել եք, որ դուք ավելի լավն եք կարողա, քան նրանք։ Ով եք դուք։ Ով եք դուք։ Դուք ունեք ծնողներ։ Ձեր ծնողները հեշտ ձեզ չեն պատմել, թե ոնց են ձեզ մեծացրել։ Թե բա սաղ տատի պապիներ էին, գիտեք, ինձ համար միշտ է հաճելի լինել նրանց շրջապատում, փոքրուց է հաճելի եղել, բայց դուք նրանց արածի 1% չեք արել, մարդիկ կային, բերում էին, Արա ջան, եթերի մեջ եմ, կզանգեմ, հետո եթերից հետո կզանգեմ, մարդիկ կային, նասկիներ էին բերում, զուգագուլպաներ էին բերում, 5 հատ, 10 հատ,
Կային տատիկներ, ովքեր որպեսզի մի քիչ ավել ստացվի զուգագուլպաների քանակը, այդ գումարով գնում էին թելեր ու իրանք իրենց ձեռքով էին գործում, որպեսզի մի քիչ շատ թվով լինի ու բերում հասցնում էին ինձ մոտ, որպեսզի տանեմ կամավորներին։ Այլ կերպ են ձևակերպում, ունեն այլ պատկերացում։ Ու ինչ, ձեր կարծիքով ձեզ նման գնելն էլ պիտի արհամարեր։ Ոչ։ Գնելը շատ վաղուց է նրանց հետ շփվում։ Եվ այո, երբեմն նրանք ընդամենը լսված լինելու կարիք են ունենում։ Ընդամենը դուք չեք պատկերացնում, քանի տարիքով մեծ, այն որ ինֆարկտից 5 պակաս եկել է մեր գրասենյակ, շունչը կտրելով, լացելով խոսել է։ Խոսել վերջացել է։ Խոսել վերջացրել է ու զգացել է, որ էլ խնդիր չունի։ Ոչ թե որովհետև ես նրա խնդիրները լուծել եմ։ Չէ։ Պարզապես նա զգացել է, որ լսված է, արտահայտվել է։ Այդ ո՞նց եք դուք արհամարել ձեր մեծերին, որ նրանցից շատերը այո, գալիս են մեզ մոտ զրուցելու։ Դուք չեք մեծանալու, թե ձեր կարծիքով, որ մեծացակ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես հիմա է։ Շատ կարևոր խոսք կա, հարգիր, որ հարգվես։ Ու գիտեք, այդ մեծի արժեքը չիմանալով, հենց դա է նաև խնդիրը, որ չեք էլ կարողանում երեխա դաստիարակել։ Իմիջիալոց մի հետաքրքիր բան ասեմ, վերջերս ականատես եղա։ Մտերիմ մարդիկ են։ Այս երեխեն գնում գալիս է հոր ընկերոջը ձեռ առնում։ Դու ծիծաղելով փախնում է։ Ոնց որ դե այդ հոր ընկերն էլ չի նեղվում, բայց գիտեք, հարցը դա չի։ Հայրն էլ մի հատ նկատողություն չի անում։ Իբր ուժեղ տղա են դաստիարակում, պատկերացնում եք, երեխա պետք չի նեղացնել։ Արա, ես հիշում եմ, եթե ես փոքր ժամանակ մի հատ մեծի, տարիքով մեծի, լեզու դարձնեի, մերս կամ հերս մի հատ ձախով նենց կնստեցնեին բերնից, որ կյանքում բերանս ատամ չեր աճի։ Կյանքում։ Հասկանում եք, այն դրա համար ես գիտեմ մեծի արժեքը, բայց դուք չգիտեք։ Չգիտեք դրա համար տենց երեխեք եք դաստիարակել ու դաստիարակում, ովքեր որ հետո պիտի Գյումրիում պապի տփեին, հետո պիտի մյուս, դուք ինչ գիտեք, տարիքով մեծն ինչ է։ Այո, դուք շատ գիտեք, ձեր մեկնաբանությունը, որ մեկնաբանությունները ես որ նայեցի, այդ որ ինչքան պապի տատիկա հավաքել է, ինչքան թոշակա ռուկա եկել են բաման, արա ես այնքան զզվեցի ձեզանից։ Դուք այնքան ճիշտ ի ցույց տվեցիք, թե դուք իրականում ով եք, էլի։ Դուք ցույց տվեցիք ձեր տեսակը, ասես բաց հրապարակային մեկնաբանությունների տիրույթում։ Ես դրա համար մենակ հայհոյախառն բառերն եմ ջնջել, բայց մնացածը չեմ ջնջել։ Թող մնա ու բոլորը տեսնեն, թե ումոնց հետ գործ ունենք, էլի։ Ինչ լպիրշացած լպիրշ մակարդակով անձանց հետ գործում, ու առհասարակ ում դեմ ենք պայքարում, էլի։ Ու թող տեսնեն, ինչ լպիրշներ են հանդիսանում որոշ եկեղեցականների պաշտպաններ, ու այդ լպիրշներին ինչքան հեշտ է խաբել, վզներին տալ ու այլ բաներ համոզել ու դրանով սարքել օգտակար ապուշ եւ օգտագործել անձնական շահերի համար։ Այդ է մակարդակը։ Ես կրկնում եմ, եկել են տատիկ պապիկներ են եղել, կրկնում եմ, քանի որ նոր էլի մարդիկ միացան, տատիկ պապիկներ են եղել, այն որ սիգարետ է հավաքում, որ տանեի կամավորներին, բերել են 1-2 բլոկ, իրանց չեղած թոշակից է, ես գիտեմ ինչ զոռա բերել ինքը հետի, ու իրա հակու կապից էլ է երևում դա, բերել են գնել ջան ես տղերքին, արա սրիկաներ, ոչ մի կոպեկի օգուտ չտվածներ,
Ոչ մի անարժեք սրիկաներ։ Դուք ով եք, որ տարիքով մեծին բան ասեք։ Կրկնում եմ, մի հատ գնացեք, բացեք, տեսեք Քոչարյան Ռոբերտի ընտանիքը, Սարգսյան Սերժի ընտանիքը, նրանց միլիարդատեր ազգուտակերը, հորքերու են մեկը զոքանչից նվեր, որ ստացել էր դաչեն, բայց զոքանչը քանի կոպեկի է օգուտ տվել պատերազմի ընթացքում ու հետո։ Բացի երկրի ներսում իրանց արյուն արբուխ խրախճանքը կազմակերպելը։ Ու այդքանից հետո դուք փոխանակ ամաչեք գլուխներդ մցնեք գետնի տակը, որ կյանքում էլ ոչ ոք ձեզ չտեսնի, դեռ հանդգնում եք տենց ամբարտավան տեսքով դուրս գալ ու սենց ինչ-որ գրամավորելու կտրիչ Ներսիսյանին։ Դուք չեք էլ պատկերացնում, թե քանի հազար հոգի, քանի 100,000 հոգի կգնա ճանապարհելու կտրիչ Ներսիսյանին։ Դուք անհամբեր սպասել եք մի բանի, չխորանալով ինչի։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Դա մի կողմ։ Նամակ եմ ստացել։ Շիրակի մարզային քննչական վարչություն, Ախուրյանի քննչական բաժին։ Ուրեմն ամեն ինչ նորմալ է, մի անգամից ասեմ, որովհետև սրանց ծրագրածը չստացվեց, ինչպես էլ որ ես պատկերացնում էի։ Նախ ես գիտեի, թե մենակ մի փաստաբանա լծվել ինձ դատելու գործին Վահան Հովհաննիսյան անուն ազգանունով ու մամման անցնում է երեխաներին ծեծելու գործով դպրոցում քրեական բանով, չնայած շարունակում է աշխատել։ Պարզվում է ոչ, երկուսն են եղել փաստաբանները, մյուսը եղել է Մարինե Ֆարմանյանը, նույն ինքը Բիսեդկի Անժոյի հիմնական հյուրը։ Մի հոգի եղել է քաղաքացի, ով տեսա նյութը դիտելուց, բարկացել ու գնացել դիմել է։ Եվ իհարկե այդ օրը հենց Տեր Փարենը զանգած է եղել ոստիկանություն։ Այ այն սրբապիղծ մեկը կար, որ ասում էր գնացինք գնելը չեկա։ Այ դրա ականջը կանչի։ Այդ որ ասում էի, քաղաքացում գործերը դրածա դու գալիս ես ինձ տեսնելու։ Էդ ինչ էիր ուզում սարքեիր, որ այս թղթերի մեջ լրացվեր։ Ինձ մի հատ կասես իմանանք։ Քեզ ով էր ղրգել, այ ֆունցիկ։ Եկել ես, որ ասում ենք ձեր ցերեկով մանեկած ճանապարհները գիշերով ենք մանեկել։ Չես պատկերացնում, սա այդպես։ Այս քո աչոտն է նաև էլի։ Բարոյական օրենքներից զուրկ լինելու։ Ես պիտի առանձին ինչու ոչ շնորհակալություն հայտնեմ այն հավատացյալներին, ներկաներից մարդիկ, ում հրավիրած եղել են ոստիկանություն եւ նրանք պատմել են ամեն ինչ այնպես, ինչպես որ տեսել են ու ասել են, որ հա իրար չեն քաշքշել, չեն խփել, փոխադարձ վիրավորական խոսքեր եղել են, բայց դրանից հետո գնել է էլի ներողություն, ասել է մեզ բոլորից, այսինքն մենք այդտեղ ինչ որ բան չունենք ու շարունակել ենք շատ հավես զրուցել, վերջում էլ ցտեսություն ու գնացել են։ Ուրեմն խուլիգանության հոդվածով էին ինձ ուզում տարած լինեին, այս էլ արդեն երկրորդ դեպքն է, ասենց վիզ են դրել խուլիգանությունով տանեն, ուրիշ ձև չեն ուզում տանեն, էլի այս մարդիկ։ Իհարկե դժվար թե կարդամ, բայց ընդհանուր առմամբ սենց է հարցը դրած, վերջը մենակ նայեմ։ Նույն միջադեպի վերաբերյալ ստացված հիշյալ հաղորդումները չեն համապատասխանում 177 հոդվածով նախատեսված պայմաններին, այն է արկա չէ այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ուստի քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կարող կազմվել։ Իհարկե սրանք մի 2-3 տեղ ունեն դեռ բողոքարկելու այս որոշումը, բայց այնուամենայնիվ կեցե արդարադատությունը։
որը առայժմ ցավոք սրտի թոփալ է Հայաստանում, այնպես չի, որ եթե սա այսպես է եղել, ես պիտի նստեմ ասեմ ինչ լավ արդարադատություն ունենք, բայց այնուամենայնիվ այս մասով նորմալ է։ Իսկ եթե Տիկին Ֆարմանյանին չեք ճանաչում, ես կարող եմ նրան նյութերից մի երկու հատը կիսել, չնայած դա էլ հավելյալ գովաստ կլինի երևի, սույն տիկնոջը, բայց այդպիսի խառը բաներ։ Հիմա, ինչ է ուզում ասել ամենակարևորը։ Մենք այնտեղ տեղում Սասունցի Դավթի արձանի մոտ պայմանավորվեցինք, որ ովքեր ցանկանում են կամ մտածեն առաջարկներ, ինչպես գործել, ինչպես անել, մեր փոքրիկ խումբը, ինչպես կարող է օգտակար լինել օր առաջ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ազատագրելու գործում եւ ովքեր կունենան հետաքրքիր առաջարկներ, ապա խնդրեմ ուրբաթ օրը կարող եք համենալ Սեբաստիա 37 դրոպինգ հասցե մեր գրասենյակ քննարկենք։ Ես ինքս ունեմ 1-2 մտածած բան, բայց իհարկե հիմա sense չեմ բարձրաձայնի, բայց անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար կամ մեր փոքրիկ խմբի համար մի փոքր դժվար կլինի դա իրականացնել, որովհետև ռեսուրսը անհրաժեշտ լինում, ժամանակը անհրաժեշտ լինում եւ այլն, որը ցավոք սրտի այսօրվա դրությամբ մի փոքր ծանր վիճակում ենք, անգամ գրասենյակում մնալու խնդիր ունենք։ Եվ այդ խնդիրները ամեն ինչ նրանից են, որ մենք ոչ մեկից չենք ֆինանսավորվում, մենք մեր հնարավորություններով ենք փորձում գրքներից ճարը տեսնել ու արդեն սկսում ենք չկարողանալ տեսնել։ Այնպես որ եթե ցանկություն կառաջանա մեզ աջակցելու, ապա խնդրեմ կարող եք կապվել ինձ հետ, մենք շնորհակալ կլինենք միայն։ Գարեգին պես որտեղ նստում է, գնանք այնտեղ։ Ալեքս ջան, այդ առաջարկը հնչել է նաև տեղում ու առհասարակ շատերը սպասում են, որ հեսա մարդկանց մի հատ խումբ վերակայանալու գնա Սուրբ Էջմիածին, այնտեղ էլ սրանք ինչ-որ դիմադրելու են, հետո խփոցի ալինելու, ոստիկանները խառնվելու են, բաժանելու են, ում կարեցան տանեն, տանելու են, հետո ասելու են տեսակ Նիկոլա Արուն թափեց, այդ սա հասկանալի է, հետագան, դրանից հետո հասկանալի է։ Բայց մինչև գնալը պետք է նախ տևական ժամանակ աշխատանքներ տանել։ Սա մեկ, երկրորդ ես կարծում եմ, որ հեչ անհրաժեշտություն չկա Էջմիածին հասնելու, Էջմիածնում կան էջմիածինցիներ, ովքեր կարող են իրանք էլ այնտեղ որոշակի հավաքներ իրականացնեն, բայց ես կարծում եմ ամենատարբեր մարզերում ու համայնքներում կարող ենք գործողություններ իրականացնել եւ հասնել նրան, որ ոչ թե մենք քաղաքացիներով նրան հեռացնենք ու այդտեղ սադրիչ բաներ լինեն, այլ ճիշտ հակառակ, հասնենք նրան, որ հայ հոգևոր խորհուրդը կատարի մտնի իր իրական դերի մեջ, ճնշել հոգևոր խորհրդին, որպեսզի նա մտնի իր իրական աշխատանքային շրջանակներ, իսկ որն է դա, երբ որ վարդապետի կամ թեկուզ սրբազան, հայր, թեկուզ կաթողիկոս լինում է նմանատիպ թեմա, որը որ արգելված է կանոնադրությունով եւ առհասարակ ուխտը Աստծո հետ հենց դրա մասին է, սրբազան հայր հենց դրա համար են կոչվում, որպեսզի չկենտրոնանա կյանքում ուրիշ բաների վրա, ինչի չի կարելի ամուսնանալ, որ ամբողջովին կենտրոնանա Աստծո հետ իր ուխտը կատարելուն, անմասն մնա, ուղեղը երկրորդական բաներով բան չլինի, չծանրաբեռնի։ Այսպիսի բաներ գոյություն ունի։ Ու հոգևոր խորհուրդը, երբ որ ունենում է հակառակ ինֆորմացիա, որ ինչ-որ մեկը խախտել է ուխտը, ինքը պիտի դնի դա քննարկման, եւ այդ քննարկման արդյունքներով նախ պիտի հրապարակի եւ ասի, թե իր գործողությունները որոնք են։ Հասկանում եք։ Ու այսինքն այն նույն եպիսկոպոսատ ժողովը որ եղել էր, ու այն ապուշ հայտարարությունը որ տարածել էին, դրանով ցույց տվեցին, որ եպիսկոպոսները բոլորն էլ ծախված են։ Եվ հենց այդ հայտարարությամբ էլ իրենց ուխտը դրժեցին։ Որովհետև եթե որևիցե մեկը կարծում է, որ օրինակ կաթողիկոսը
երեխա չունի, նրանք շատ հստակ պիտի ներկայացնեն, ասեն մենք քննության ենք առել ու քանի որ այդ բանը կեղծ տեղեկություն է, մենք վերահաստատում ենք կաթողիկոսի օրինակ մաքրությունը, անարատությունը եւ նա պետք է շարունակի մնալ կաթողիկոս։ Իսկ եթե այդպես չի, պիտի ասեն այդպես չէ, այսինքն իրանք պիտի հիմնական գործողությունը իրականացնեն, հասկանում եք։ Իսկ հանրությունը պիտի ընդհանրապես աջակցի այդ գործողությանը։ Եթե որևիցե մեկը մի քիչ հույս տալու կամ ներսում, դե ամեն դեպքում կապեր են, 100 տարվա կերած քակեր են, հազար ներողություն, սաս բաներ են, արդեն պիտի հասկանան, որ հանրությանը իրենք են հաշվետու։ Հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Հիմա հետևյալ թեմաները կա, մեկը քեռու կնգանա դոմբում, մեկը երեխա ունի, մյուսը սառեցրել է իր հարաբերությունները, բայց ցանկացած ժամանակ կարելի տաքացնի, մյուսը ռազմական հեղաշրջման փորձ է արել։ Էլի մի երկուսը միացել են քաղաքական գործունեությանը կեղծ օրակարգով այդ շարժումը, բանը այդ սրբազան, չգիտեմ, շարժում իրանցից ոտքով գալիս էին։ Ովքեր որ այդ հայտարարությունները արել են, որ սա տարում են, այս սրբազաններով, սրբազան կոչեցյալները կոնկրետ արդեն խախտել են ուխտը եւ սա պիտի հոգեվոր խորհուրդը դներ քննարկման ու կարգալույծ աներ նրանց եւ առհասարակ հեռացնել եկեղեցուց ինչու չեն արել թերացել են հասկանում եք ուստի մեր խնդիրը պիտի լինի ոչ թե մենք գնանք հատ մի հատ նրան հանել մի հատ նրան հանել մի հատ նրան ոչ մեր խնդիրը պիտի լինի հստակ հարցադրումներով հանդես գալ ու հոգևոր խորհրդին պարտադրել, ովքեր էլ որ նրանք լինեն, որքան էլ կաթողիկոսի ոտի տակի չգիտեմ ինչերը լինեն, պետքա պարտադրել, որպեսզի նրանք գործեն։ Եվ դա բարդ չի։ Սրանց ինչպես կարելի է պարտադրել։ Ես մեկ-երկու բան մտածել եմ, մենք կարող ենք հասնենք նրան, որ այդ իմ մտածած գործողություններով, բայց կներեք առայժմ չարսեմ, ուրբաթ օրը մետ հասկանանք ինչ ենք անում, ուրբաթ կամ շաբաթ օրը եթերով արդեն կասեմ։ Վերջնական տեսքի բերեք նոր ասեմ։ Մենք կարող ենք հասնել նրան, որ գրեթե բոլոր թեմերում, սկսած քահանաներից, ասեն այս տեղները սա հասել, գնացեք այդ հարցին լուծում տվեք ախպեր։ Այսինքն իրանք իրար մեջ պիտի մեկը մյուսի հանդեպ դառնա պահանջատեր։ Եվ արդեն ներսի կյանքը, ներսի այդ կղերավորները, իրենք արդեն ճնշում կսկսեն գործադրել, ասել, եթե սենց արնեմ, սանսվարի են գնում, սենց չի կարա լինի։ Հասկանում եք, հնարավորինս անխոցելի բաներ է պետք անել։ Եվ իհարկե մինչև հիմի ապուշ պաշտպանվում են, ես վաղը երևի ցերեկը մի տեսանյութ կպատրաստեմ այսօրվա այդ հանդիպումից, որտեղ որ մեկը կա Արշակ, Տեր Արշակը ինչա, ինչ որ էշություններ էր դուրս տալիս, դա Աճապայանի էշություններին սովորենք։ Բայց Տեր Արշակի էշությունները ես նյութով կպատրաստեմ, կտեղադրեմ, իր մանիպուլատիվ հայտարարությունը 8 րոպեանոց խոսույթը, եւ որը հիանալի ցուցադրում է, թե իրականում մեր եկեղեցական կոչվածները մինչև ուր են պատրաստ հասնել, ինչքան են պատրաստ խաբել, ստել ժողովրդին, մոլորեցնել ժողովրդին, այսինքն իրականում հանդիսանում են նրանք սատանայի գործիքներ, քան Աստծո որդիներ։ Նրանք իրականում ոչ թե հովիվ են, որ պիտի հոտին առաջնորդի, այլ ոչխարի մորթին վրաները քաշած գայլեր են, որոնք որ հարձակվել են հոշոտելու ոչխարներին։ Եվ հոշոտել են տասնամյակներով։ Եվ ես այս ճանապարհին կխնդրեմ, որպեսզի մեր հայրենակիցները զգոնություն ցուցաբերեն ու չտրվեն այն խոսույթին, թե եկեղեցու դեմ ինչ որ բաներ կա։ Ճիշտ հակառակ, նրանք, ովքեր որ այսքան ակնառու բաները չեն ցանկանում տեսնել, ուրեմն ունեն հանցավոր կապ, հանցավոր խմբի հետ եւ բնականաբար անունը դնում են թե եկեղեցի են փրկում։
Դուք գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, դուք սկի ձեզ չեք կարա փրկեք ու իզուր հավելյալ խայտարակ մի եղեք, որովհետև բաներ կան, որ շատ ցավոտ է լինում ու ցավոտ հետևանքներ է թողնում, խոսքս ֆիզիկական ցավի մասին չի։ Ուստի մինչև վերջ փորձեք գոնե ձեր հարևանների ու հարազատների աչքերին չնվաստանալ, որովհետև եկեղեցի փրկողը եկեղեցին մաքուր պահողն է եւ ոչ թե թույլ տվողը զանազան այլանդակությունների։ Իսկ այդ այլանդակությունները որ կան, սկի կաթողիկոս կոչեցյալը չի հերքում, ուր մնաց թե դուք կարողանաք հերքել։ Հասկանում եք։ Այսպես է հարցը դրված։ Դուք պիտի կողմնորոշվեք, ինչն եք նախընտրում։ Եթե նախընտրում եք եկեղեցին, օրինակ ես նախընտրում եմ եկեղեցին, ապա պետք է եկեղեցին այո պաշտպանել նման ստահակներից կամ կեղծ պաշտպաններից, ովքեր գնում են, չգիտեմ, գիշերում են, ես ինչ են անում եկեղեցու մոտ, յանի որ հանգարց գան բան, գիշեր դուք եք մեջների օտար է եկեղեցում, հասկանում եք, դրանով դա ապացուցում եք։ Մյուսը, հա, էլի վերադառնալով թոշակառուների, տարեցների թեմային, ես կխնդրեմ, որպեսզի ձեր լեքսիկոնի մեջ զգուշավորություն դրսևորեք, որովհետև հաջորդ անգամ, եթե դուք չեք հարգում տարեցներին, ապա ես չեմ զլանա եւ օրինակ ձեր ընտանիքի անդամ տարեցներին սիրով կանդրադառնամ, հատկապես այն գրառումներից հետո, որը ես տեսա, հավատացեք, ցանկությունը շատ մեծ է։ Ինձ հազիվ եմ զսպում։ Թույլ տվեք կարողանամ զսպել ու շատ ավելի կոպիտ չարտահայտվել, որովհետև թե ձեր ծնողները, թե ձեր պապիներն ու տատիները նույնպես հանդիսանում են թոշակառուներ, բայց դա չի նշանակում, թե նրանք մեռել են։ Հասկացաք։ Եվ այդ մենտալիտետը, այ հենց այդպես եք սնուցել է ժողովրդի մեջ, որ տարիքով մարդը իրան անպետք է զգում։ Բայց փառք Աստծո շատ տարիքով մարդիկ կային, որ այնտեղ են ու այնտեղ էին իրենց նոր երազանքներով, նոր նպատակներով, նոր ցանկություններով ու առաջարկներով, որոնք կարող է ոչ մեկն էլ չընդունվեն, կարող է ոչ մեկն էլ խելքին մոտիկ չլինի, բայց իրենք կայտար են այդ իմաստով ու ինձ իսկապես դուր էր գալիս դա, ինձ հաճելի էր դա տեսնել։ Այ թե ինչու երիտասարդները ավելի այս իմաստով ակտիվ չեն, այս սա արդեն մի հարց է, որի պատասխանը երևի թե ցավոք սրտի այդ տասնամյակների վատ դաստիարակությունն է, վատ պետական դաստիարակությունն է, ովքեր դպրոց չեն տեսել, մանկապարտեզ չեն տեսել, բակեր չեն տեսել ու շատ բաներ չեն տեսել եւ նրանց փորձում են մանիպուլացնել։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, կարևոր է մտահոգությունը, մտահոգություն որն է, հավելյալ մտածում ես դրա մասին, էլի, մոտից ծրվեց, տեսնենք, եթե սրանք որոշեն ավելի բարձր ացիաներ դիմել իրանց գործն է, այսօրվա քասախի դեպքերից խոսեք, ձեր բարեփոխված ոստիկանությունը շատ ժողովրդավար ձևով ցրում էր ցուցարարին։ Թինա, ես եթե չեմ սխալվում, քեզ հրավիրել եմ եթերով խոսելու շատ բաներից միասին։ Դու ամեն անգամ փախել ես։ Ընդ որում ես բարեկամական զրույցի մասին եմ միշտ խոսել, բայց դու միևնույնն է փախել ես, չգիտեմ ինչի, երևի վախեցել ես կամ մտածել ես խաբելու եմ բերեմ հանրության առաջ ավելի վատ հակադարձեմ, բայց այդպես չի։ Մյուս կողմից, եթե հարցը այդպես է ձևակերպում, ապա անդրադառնամ, խնդիր չկա, չնայած որ Թինա լավ կլիներ, որպեսզի դու ուրիշների կարծիքով իմ մասին ուրիշների արտահայտություններով կարծիք չկազմել ինքնուրույն, որովհետև ես բավականին օբյեկտիվ եմ այդ իմաստով ու լեզվիս տակ էլ փույս չկա եւ այսօր ազատ շփում հաղորդման շրջանակներում անդրադարձել եմ, կարող եմ եւս մեկ անգամ հատուկ քեզ ու քեզ նմանների համար կրկնել, ինչ եմ ասում քեզ նմանների, որովհետև կներեք ճակերտների մեջ գրած բարեփոխված ոստիկանությունը ու ժողովրդավար ճակերտներում ծաղրանքի հեգնանքով գրառումը ինձ թույլ է տալիս այդպես ասել, որովհետև դուք բան չեք ուզում տեսնել։ Հիմի ասեմ։ Ամենայն հարգանքով դարձյալ քասախցի իմ
ընկերների, քաղաքացիների, իմ ժողովրդի հանդեպ, բայց ես կարծում եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում իհարկե չես սիրի, իհարկե Թինա ջան, ոչ մեկ չի սիրում, ոչ մեկ։ Շատ հրապարակային գրառումներ են անում խառը խշտիկ, բայց ոչ ոք չի սիրում եթերով։ Իմ ուշքը գնում է եթերով երևալու համար։ Գիտես, գիշերները չեմ գնում, ասում երբ է լույսը բացվելու էլի եթերում լինա։ Մի փոքրիկ ինքնազոհողություն պատրաստ չես անես, փաստորեն, ոչինչ, բան չկա, բայց կարող ես ինքնազոհողություն անողներին պիտակավորել։ Էդ էլ ոչինչ։ Հիմա թող պատասխանեմ։ Լավ, մի պահ լրիվ լսիր։ Ես կարծում եմ նախ եւ առաջ, որ կառավարման մեթոդիկայից ու լոգիկայից ելնելով ճիշտ չի, որ երևանյան տրանսպորտը գնա քասախ։ Չէ, ոչ թե չեմ ցանկանում, այլ ճիշտ չի։ Ես կցանկանամ, ես կցանկանամ ամբողջ Հայաստանը նես մի տրանսպորտային ցանց ունենա, որ բոլորը շատ էժան ու հարմար երթևեկեն, մի խոսքով ոչ մի խնդիր չունի։ Հարցը դա չի։ Բայց եկեք հասկանանք մի բան։ Քասախը չի հանդիսանում Երևան համայնքի մաս, որևիցե երևանյան վարչական միավորի մեջ չի տեղավորվում։ Ու եթե քասախցին պարտադրում է, որ չէ մեր 59 համարը հետ բերեք, դրանով ասում է, որ ամբողջ Երևանը թող այն համակարգը, որը ընդունել է, վերացնի ու վերադառնա հին համակարգին։ Ուզած թե չուզած դուք դա եք ասում։ Իհարկե դա չեք ցանկանում, բայց այդպես է ստացվում։ Ասեմ ինչի։ Տեսեք, պատկերացնենք օրինակ։ Սենց անցնում ենք օրենքների վրայով ու քասախը նույնպես ներառում են, ես Պրոշյանին էլ էի դեմի միջելուց, քասախը ներառում են։ Հիմա ինձ ուղիղ հարցից պատասխանեք, Աբովյանի Արամուս գյուղի բնակիչները, ովքեր գրեթե նույն հեռավորության վրա են, դեռ հնարավոր ավելի մոտիկ, կարող են իրանք էլ պահանջել, չէ՞ որ իրենք էլ ունեն ուսանողներ, իրենք էլ ունեն աշխատողներ, կարող են պահանջել ու ասել գիտեք ինչ կա, Մա քասախ ոնց է գնում տրանսպորտը, որ չի կարա նաև մեզ մոտ գա։ Կարող են պահանջել։ Ով կարող է մերժել այս պահանջը։ Ոչ ոք, նրանք հանգիստ կդնեն ուլտիմատում, բա ոնց։ Մասիսի գյուղերից, որոնք որ ավելի Երևանամերձ են։ Խի Մասիսը 2 կիլոմետր է այն կողմ առհասարակ։ Մասիսի գյուղերից կարող են նույն ուլտիմատումը դնել։ Իհարկե կարող է։ Այսինքն, եթե սա երևանյան տրանսպորտն է եւ Երևանին հատկացված բյուջեից է ծախսերը արվում, իսկ տրանսպորտը եկամուտ չի բերում առայժմ, դեռ ինքը հավելյալ ծախս արվում իր վրա, կներեք ինչու պիտի սպասարկի այդ երթուղին։ Սա ոչ միայն տրամաբանության, այլ իրավական, կառավարչական տեսանկյունից։ Էլի եմ կրկնում, ես շատ կուզեի, որ բոլորին էլ հարմար լիներ, առավել ևս քասախ, որ շատ լավ ընկերներ ունեմ։ Մեռնեմ իրանց ջանեմ, բայց հարցը դա չի։ Անգամ կազմակերպիչ այս միտինգների մեր գրասենյակում էլ ա եղել, ես նրան շատ հարգում եմ, շատ հետաքրքիր տղա է, շատ համարձակ եւ շատ բաներ արած, բայց պահանջը ճիշտ չի։ Երկրորդ։ Փակել ճանապարհը։ Ես կարծում եմ, որ ճանապարհներ այլևս չեն կարող փակվել նման հարցերով, որովհետև որ դեպքում է փակվում, հիմա շատերը ասում, բա 18-ին ոնց եք փակում, ասեմ։ 18-ը փակում են, քանի որ ոչ միտեղ չէր լուսաբանվում, բացի Facebook-ից հեռուստատեսությունները նայում էր, ոչ միտեղ ոչ մի բան չէր կատարվում Երևանում կամ Հայաստանում։ Փակում են ճանապարհները, որպեսզի իրազեկեն մարդկանց ինչի մասին է, ընդ որում սկսեցին փակվել ավելի հետո, էլի, ներսի սկզբի օրերից, որպեսզի այո, որոշակիորեն պարալիզացնել, որովհետև ոչ թե այստեղ հարց էր բարձրաձայնվում, որպեսզի կառավարությունը լսի, այլ առհասարակ կառավարության լեգիտիմությունը դրված էր կոնկրետ հարցականի տակ։ Եվ դա պիտի լիներ համահայկական բան մի հատ, ժայթքում, որ կարողանանք հասնել նպատակի։ Այս պարագայում քասախցիներին ես հասկանում եմ, ճանապարհ են փակել, որպեսզի ուշադրություն գրավեն։ Ուշադրություն գրավել եք, մեկ։ Երկրորդ, ընդ որում ոստիկանները ժամանակ տվել են։ Երկրորդ,
կառավարության շենքի մոտ պակաս ուշադրություն չեք գրավում, ասեմ, ինչու ոչ նաև քաղաքապետարանի շենքի մոտ առավել եւս, որ այսօր գործակարգավարականն էր, կարելի էր այնտեղ լինել։ Մի խոսքով, եթե ես լինեի մեքենայի ռուիլին, ճանապարհը փակ լիներ, ես իսկապես ձեզ երբեք չէի միանա, ասի չհասկացեմ, ձեր տրանսպորտի հարցից ես ինչ գործ ունեմ, որ պիտի ուշանամ իմ գործից, որովհետև դա տրանսպորտի տեղային հարց է, դա պետության խնդիրը չի։ Իհարկե ճանապարհներ փակվում են մեծ ակցիաների ժամանակ, ընդդիմությունն էլ երբ որ փակում է, ես չեմ ասում չպիտի փակի, չէ, նա էլ իր գործողությունն անում, բայց պետության վերաբերյալ իր էջ տեսակետը, բայց ոչինչ, ամենայն դեպս տեսակետը իրականացում է, օգտվում է իր իրավունքից, այստեղ չես կարող բանանել։ Բայց երբ որ տեղային հարց ես դու լուծում միջպետական ճանապարհով, սա կարող է նաև հանցագործություն դիտարկվել։ Հիմա գանք Թինայի ասած ոստիկանին, մեր ժողովրդավար։ Ոստիկանին նույնպես ես քննադատել եմ, ասեմ ավելին։ Ես առավոտյան տեսանյութը երբ տեսա, հեռախոսից մեջ է Save.net-ով քաշել եմ հեռախոսից մեջ ու պատրաստվում էի տեղադրել իմ էջում, Facebook-յան, իմ քննադատական խոսքով, որ նա չպիտի աշխատի համակարգում, երբ արդեն տեսա, որ մեծ հաշվով այդ հրապարակումը արդեն կա ու նա հեռացվել է աշխատանքից, էլ չտեղադրեցի, բայց անկեղծ ասած հեռախոսից միջից մոռացել եմ ջնջել, շնորհակալություն հիշեցնելու համար, հավելյալ թող չծանրաբեռնվի, ես կջնջեմ։ Աշխատողներ, քանի ոստիկան կա աշխատող, եւ եթե այդ համակարգի մեջ մի քանիսը դեռևս կներեք, այդ բոլորը չեն ծնվել հեղափոխությունից հետո, նրանք ծնվել են վաղուց, աշխատել են համակարգում վաղուց եւ սովոր են այլ բարքերի, սովոր են այլ մտածելակերպի, սովոր են այլ մոտեցումների։ Բայց ես գիտեք ինչ, չեմ կարողանում հիշել մինչև հեղափոխությունը մի դեպք, որ ոստիկանը քաղաքացուն հարվածելու համար գործից ազատված լիներ։ Ես ճիշտ հակառակ հիշում եմ դեպքեր, երբ նրանք առանձնահատուկ ձևով էին թե վարձատրվում, թե շքանշանների առաջ բանանում արժանանում եւ թե պագոններ բարձրանում, հասկանում եք։ Իսկ ժողովրդավարությունը Հայաստանում այո, կայացման փուլում է եւ կարծում եմ Թինա ջան, դու այդ թվում բոլորդ էլ շփոթում եք ժողովրդավարությունը ամենաթողության հետ։ Անկեղծ լինենք 24 նյուզը աշկից լույսը չի, նույն Սաթիկ նյուզային կանալը ու ինձ ես չեմ սիրում իրանց ու դա միշտ էլ ասել եմ, ոչ միայն 24 նյուզը, այդ Սաթիկ նյուզը հակապետական ազգային պառակտման գործակալություն է։ Հարցը դա չի։ Հարցը նրանում է, որ լրագրողը իսկապես ոչինչ չէր արել։ Լրագրողը լուսաբանելով էր զբաղված։ Այսինքն ոչ մտել էր արանքեր ընկել ու հարված ստացավ միամիտ, ոչ բան։ Ու այդ մոտեցումը անընդունելի է։ Բայց դա մի հատ ուրիշ խնդիր էլ կա։ Արդյոք դրանից հետո մի քիչ ավելի երես չեն առնի շատերը ու օրինակ ոստիկաններն էլ ավելի զգուշավորություն, երբ որ դրսը հավելյալ, ոչ թե ավելի, այլ հավելյալ զգուշավորություն չեն դրսևորելի, ինչով կարող են վնասել գործին։ Ասեմ ոնց։ Հիմա պատկերացրեք, վաղ էլի մի հատ միտինգ է ինչ-որ ու սրանք մի քիչ չափը անցնում են, թռնում են միլիցեքի շալակը, ինչպես որ ընդունված է երբեմն անել, ընդուք միջև բուլավկով ծակելը։ Ու ոստիկանը մտածում է, արա ես իմի սրանք կպնեմ, հենա մեր ընկերը կպել էր, գործից հանին արա, ես էլ կպնեմ գործից էլ։ Այսինքն, գիտեք, ինձ համար խնդիրը այսօր, հենց իմի այս ժամի համար, հետևյալն է։ Արդյոք ոստիկանությունում հասկացել են, ոստիկանության աշխատակիցները ամեն մեկը հասկացել են, թե կոնկրետ ինչու է գործից հեռացել իրենց գործընկերը։ Իսկ Թինա ջան, Հայաստանի Հանրապետությունում խոսքի այնպիսի ազատություն եւ լրագրողական գործունեության այնպիսի ռեկորդային ազատություն, ինչպիսին հիմա է, ոչ դու կարող ես հերքել, ոչ քեզ ցանկալի քաղաքական ուժերից որևիցե մեկը բնականաբար, որովհետև դրա համար գոյություն ունեն միջազգային աչոթներ, տվյալներ, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը։ Այսինքն մենք արդեն
աբորիգեն չենք, ինչպես Սերժի, Քոչողլուի ու Լևոնի ժամանակներն են, նույն Լևոնի վաղ մի քիչ բաց էր դեռևս։ Այն երկուսի ժամանակներն են, երբ Հայաստանը 100-որդ տեղերն էր ընդհուպ միջև։ Ընդ որում ստեղծատուրի հարց առաջանում։ Իսկ ինչու 34-րդ, ինչու 30-րդը չէ կամ 20-րդը չէ։ Դրա մասին նույնպես այնտեղ մանրամասն ներկայացված է, որ այնուամենայնիվ մեր լրագրողների մեծամասնությունը ազատ չեն, ոչ թե որովհետև իշխանությունն է ճնշում, այլ որովհետև նրանք ենթարկվում են քաղաքական որոշ խմբակների, ինչը նույնպես խոսքի ազատության սահմանափակում է։ Հասկացանք իրար։ Այնպես որ մենք ամուր քայլերով գնում ենք ոչ թե ճակերտավոր ժողովրդավարություն, այլ այն ժողովրդավարություն, երևի դու այնքան էլ կամ մարկաշվիտ վրա չես զգացել, կամ այդքան էլ այն ժամանակ խորամուխ չես եղել, թե իրականում ինչ բռնապետական երկրում ենք ապրում, ու առհասարակ այդ երկիրը որքանով է մեզ պատկանում, այդ մեր պետությունը ինչ սահմաններով է մեր երկիրը, ինչ գործընկերներ ունենք միջազգային, առհասարակ որպես պետություն, մյուս 200 պետությունների մեջ ինչ պարտականություններ ունենք, մյուսները մեր հանդեպ ինչ պարտականություններ ունեն։ Այս ամեն ինչը, այս ամեն ինչի մասին խորհելը անգամ եղել է խիստ սահմանափակ։ Իսկ ես լրագրողների մասով քեզ ավելացնեմ, հարգելիս։ Ես աշխատել եմ բոլոր հեռուստատեսություններով, իհարկե ոչ շտատով, այլ պայմանագրով կոնկրետ պրոյեկտների շրջանակներում։ Դրան համար շատ անհրաժեշտ գործիք են ու նման կեն։ Չէ, եթե լավ գործիք լիներ Թինա ջան, նրան չէին հեռացնի գործից։ Կտեղափոխեին մի ուրիշ գործիք, ասեն լրվի միջև խախանդվի ամեն ինչ կամ մի հատ ձևական հավատա մի բան կգտնեին, մի խոսքով, հաստատ կպահեին։ Նման ոստիկանները խնդիր են ժողովրդավար երկրներում եւ այսօրվա իշխանությունները ցույց տալիս են, որ իրենք խնդիրներից փորձում են ազատվել եւ այդ ամեն ինչը պետք է արվի շատ հրապարակային, որպեսզի նաեւ ձևավորվի մտածողություն, վարք, բարք եւ այլն։ Ցավոք սրտի նման բան երբեք չի եղել։ Հիմա լինում է։ Հիմա անդուք միջև ինչ որ պաշտոնյաներ են ձերբակալվում, ընել շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որ դատարաններում գործ է հարուցվում նույն իշխանության թևից։ Այդ դա հենց ժողովրդավարության մասին է։ Ու առհասարակ ես կխնդրեմ դու մի հատ գրես ժողովրդավարության մասին քո պատկերացումը, կոնցեպտը ինչ է ժողովրդավարություն, որ ես հասկանամ մենք նույն գծի վրա ենք գնում, թե չէ, որովհետև մենք հայկական մեր իրականությունում շատ բան ենք արդեն տեսել, որ պարզվում է օրինակ սրբապիղծը դա եկեղեցի է։ Հասկանում ես։ Ու նմանատիպ բան, պարզվում է, որ կաշառակեր նախագահը կարող է իրեն կոնկրետ իրավական ձևակերպումով դիմելու համար ինչ որ մեկին դատի տա։ Պարզվում է շատ բան է, պարզվում է, որ թուրքերը կարող են թուրքեր փնտրել Երևանում։ Հասկանում ես, ասենք օրինակ դաշնակները կարող են պարզվում է, որ վերջերս են իմացել, որ թուրքը մեր թշնամին է, որովհետև մինչև այդ չեն տեսել ոնց է Եզրասը, ոչ միայն Եզրասը, այլ իրենց կոալիցիոն կառավարման գործընկեր Տիգրան Սարգսյանը այստեղ Երևանում նկարվում Գորժ գայլերի մի քիչ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ։ Հասկանում ես։ Բայց 44 օրից հետո այդ նույն Գորժ գայլերի ներկայացուցիչին, ով հրապարակում այստեղ այսպես արած ֆռում էր, միանգամից նկատեցին ու գցեցին, տեսեք Թուրք Նիկոլը։ Հասկանում ես, ասես մենք շատ ծուռ հայլիների բանում ենք, իրականության մեջ ենք, դրա համար ինձ շատ հետաքրքիր է քո պատկերացմամբ, խնդրեմ Վիկիպեդիայից արտագրություն չանել, քո պատկերացմամբ ներկայացնել ժողովրդավարությունը որն է։ Որովհետև օրինակ, երկրի լեգիտիմ ղեկավարներին սատարելու համար կարող են մեզ ժեխ անվանել։ Սա ժողովրդավարություն է, թե ժողովրդավարություն չի։ Իսկ երկիրը միշտ ընտրությունները կեղծածները կարող են խոսել հայրենասիրությունից։ Հայրենասիրությունից կարող են խոսել, բայց պետության դեմ գործել։ Կարող են գալ խոսել ինչ-որ զիջումներից, բայց իրենք Հայաստանի Հանրապետության տարածքը սակարկման ենթակա դարձած լինել ու դրա մասին նորմալ չներկայացնել։
Կարող են քո շատ սիրելի ներկայացուցիչները փախնել, վախենալ ու փախնել, գնալ ու հանրային եթերում բոլորով միասին նստել, հասարակությանը շանտեղ դնել ու ներկայացնել, որ ինչ ա եղել, ինչ չի եղել։ Հասկանում ես, հազար ու մի բաներ կա։ Կարող են օրինակ իրաց ներկայացուցիչները մեր զենքերը կիլոյով հաշվեն, ասենք ասում ես ինձ զենքերը գնել, ասում է 50,000 տոննա, 50,000 տոննա չուգունը, նույն 50,000 տոննան է, ոչ մի բան չի փոխվում դրանից, իսկ զենքը տոննայով չեն հաշվարկում, կարող են խոսել Իսկանդեր, բերել, հրապարակում էլ պարադի ժամանակ շրջել են, տեղել են կինը պաթոսային ձայնով Իսկանդեր, գոռա, հանրությանն էլ ասացնել դուխով եղեք, ռուսը մեզ հետ է, բայց պարզվի, հենց պատերազմը սկսի, պարզվի, որ ռուսը կոդերը չի տալիս, որ մենք Իսկանդեր կիրառենք ու բնականաբար այդ սնարյադը իր հնարավորության 10%-ը սկի չի իրականացնում։ Հետո երբ որ դրա մասին բարձրացնենք, դառնանք հակառուս։ Այսպիսի նյուանսներ կան, Թինա ջան, ես կխնդրեմ քեզ, որպեսզի այս ամեն ինչը հաշվի առնելով ներկայացնես քո իմացած ժողովրդավարությունը որն է։ Ասեմ ավելին, շաբաթ օրս Ասունցի Դավթի արձանի մոտ ես մարդկանց հետ խոսելուց խոսում եմ նաև նրա մասին, որ մարդիկ ներվայնացած ասում են, ես ինչը սենց են, ինչը նենց, ես որ կարող եմ կրակին բենզին լցնել այդ պայն ու առհասարակ ատելության խոսքը սենց կարմիր գծերը հատի, ճիշտ հակառակ ինձ վրա վերցնելով բացասական բանը դու ասա, Թինային մի զբաղացրեք ժողովուրդ ջան, ինքը պիտի մի հատ բան գրի։ Ինձ վրա վերցնելով բացասական նրանք, որ կասկածը, որ կարող է ես պաշտպանում եմ, փորձում եմ նրանց բացատրել, որ ցանկացածը ունի իրավունքներ։ Այ ես ժողովրդավար եմ, որովհետև ես կարող եմ կոպիտ հակադարձել նրան, ով ինձ կոպիտ է բանանում ներկայացնում։ Ես կարող եմ շատ ավելի այլ կերպել ոնց какой привет, такой ответ այս բանով։ Ես միշտ եմ այդպես գործել, ուղիղ տեղը ոչ մեկի երբեք չեմ վիրավորել։ Բացարձակ, մինչև որ նրա խոսույթում զգացել եմ բան, որ կարող ինձ վիրավորել։ Այսպեսին է։ Ու ոնց է ստացվում, որ ես մարդկանց, այս նույն մարդկանց, ովքեր որ այստեղներն է, իրանց մոտ ասես Քոչարյան ու Սերժ, ոնց որ կիսլարոտը փակեց, ես ասում եմ ժողովուրդ ջան, իրավունք ունեն այդ մարդիկ անել բողոքի ակցիա, այդ մարդիկ ունեն իրավունք ընտրության իրենց ազատմանը կիրառ։ Ես ամեն ինչ երբ որ պատմում եմ, ես ում համար եմ վատամարդ դառնում, Թինա ջան, արի միասին գուշակենք։ Բայց ես ինչ որ չեմ տեսել որևիցե մեկին, դաշնակա հանրապետական կամ իրենց սատարող քաղաքացիներից, ովքեր որ ինչ որտեղ ասեն ախպեր, բայց էսի սենց է։ Չեմ տեսել, ինչ որ հիվանդագին բաներ եմ տեսնում, ինչը սարսափելի է պարզապես։ Իսկ որտեղ ենք տեսել ի պատասխան, ես կոնկրետ այդ թեմայով չեմ ասի, որ ընդեղ լկտի պահվածք, բայց թե այդ որ ասում ես, իսկ որտեղ եք տեսել լկտի պահվածքով լրագրող, կներես, երևի գիտես դու խիչ ես տեսնում, որովհետև այն պահվածքը, որը որ մենք որակում ենք լկտի, քանի որ դու ում որ չես սիրում, իրանց դեմ այդ պահվածքը, դու դա կարող ես որակել որպես լավ բան, ու ասես, ինչ լավ հագցրեց, ինչ լավ ասեց, այդ տես կտրելով, ու դա քեզ համար լինի շատ կայֆոտ բան, ոնց ուտեղ ուր է լկտիություն, քո տեսանկյունից տենց կարա դիտվի, հասկանում ես, ու ամենավատն են, որ ամեն մեկս փորձում ենք մեր տեսանկյունի տերը լինել, մեր տեսանկյունը պարտադրել դիմացինին, բայց հանկարծ ոչ մի կերպ չփորձել մի հատ դադար վերցնել ու դիմացինի տեսանկյունից փորձել պատկերացնել ամեն բան։ Ամենավատը դա է։ Ինչը որ ես միշտ փորձում եմ, բայց ինչքան երկար եմ փորձում, մեկ էլ պահի տակ ստացվում է, որ արես գնելը ոնց որ թույլ արա, ոնց որ զադնի է դնում, ապե, ոնց որ սենց մաներից քաշում, կարող ոնց որ վախեցել եմ։ Այսպես են որակում, երբ որ ես փորձում եմ իրանց տեսանկյունից նայել ու արդարացնել են կեղտերը իրանց տեսանկյունից, որոնք որ իրականում եղել են բոլորի հանդեպ, հասկանում եք։ Հիմա ինձ հարց դու, հարցից դեռ չես պատասխանել, ինչ է ըստ քեզ ժողովրդավարությունը։ Հիմա մի հատ ուրիշ հարց, ինչպես ես կարծում, դաշնակա հանրապետական խունտան, ես իրանց սատարողներին չեմ խոսում, ես հենց կոնկրետ իրանց
բանից եմ խոսում, կորիզից, հա, արժանի են ժողովրդավարական վերաբերմունքի իրենց հանդեպ ըստ քեզ, թե ոչ։ Օրինակ ես կարող եմ պահանջել, որ ոնց թե դրանց պետք է առասարակ պատի տակ շարել գնդակահարել, հասկանում եք։ Ու հիմնավորումները կարող են լինել ըստ իս, որը քեզ անընդունելի է լինելու։ Բայց ինչի՞ց ես վերցրել, որ քո ասածը պիտի մեզ ընդունելի լինի։ Երիկնազ ջան, տես, կոնկրետ այդ ոստիկանի մասով, կոնկրետ այդ տեսանյութի մասով ես բնականաբար չեմ պաշտպանի, բացառվում է։ Ինչքան էլ որ 24 նյուզը ատելով ատում եմ, դա ինձ համար սաթիկ նյուզային կանալ է։ Բայց դա չի կարելի, որովհետև դա մեր բոլորի խայտառակությունն է։ Եվ դա ես չեմ կարող հանդուրժել, հասկանում եք, որովհետև ես պաշտպանն եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար կեցվածքի, բարձր դաստիարակության, լավ ոստիկան ունենալու եւ այո, ինչ որ մի օր էլ երազում եմ, որ մեր մոտ վերջի վերջո կլինեն նաեւ բաներ, նորմալ լրագրողներ, պետության ցավով տապակվող ինչ որտեղ։ Եվ ոչ թե մի մոլագարի Կրեմլում նստած մոլագարի ենթա ստրուկներ կամ օգտակար ապուշներ։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, իսկ համացանցում քանի որ ավելի շատ Իսրայել-Իրան հակամարտությունը հանգարց հիմա էլ պարզվել է մենք շատ լավ իսրայելագետներ ու իրանագետներ ենք, տարածաշրջանագետներ ենք, ես հասկանում եմ, որ ձեր ուշադրությունը շեղում եմ այնպիսի բանով, որը որ այս վարկյանին այս դրությամբ առաջինը չի, բայց մեզ համար իմ կարծիքով հենց էլ առաջին դա է։ Չէ, Հասմիկ ջան, եթե ոստիկանը պիտի կարողանան նախ եւ առաջ կառավարել իրեն։ Ես այո, համաձայն եմ, որ երբեմն ոստիկանը կոպիտ գործի, բայց գործի, ոչ թե ինքնագործունեություն ծավալի ու խփի մեկին։ Խփել չէ, եթե հավքելու տանելու է, հավնակի նենց տա, որ չկարենաս կի շարժվի օդի մեջ, կի աշկերը չտարդես, բռնի ու տան, բայց եթե այդպես չի խփելը, որ ոստիկանը ոնց կարող քաղաքացուն խփի։ Կարող խփի այն ժամանակ, որ քաղաքացիներ իրան խփում, օրինակ, ես կողմ եմ, ասենք, օրինակ այն դիմադրության շարժում, բաման, այնքան այս սրբազան կոչված ջիհադիստական շարժումը, այնքան բաներ եղան, որոնց պետք է շան քոթակ դրանք ուտեին, հարցը այդ չէր։ Ու բայց բախումների ժամանակ իհարկե դուբինկեքը դրվում են գործի եւ դա օրենքով սահմանված է։ Բայց տվյալ դեպքում ուղիղ տեղը գժված ներվայնացավ, եկավ ու խփեց, հարվածեց, ճիշտ է, ինքը հարված կամած հարցրեց, հարվածը, բայց իր ջանի համար կնոջը, բարակ-մարակ մի հատ կնոջը, այդ ես պատկերացնում եմ, ինչ է, չի կարելի, ոնց կարելի է թույլ տալ տենց բան։ Ինչքան էլ իմ սրտի լրագրողը այնտեղ չլինի, ուզում եմ բան Թագուհի Թովմասյանը այնտեղ լինել։ Մեկը ես դա չէի ընդունելու։ Չեմ կարող ես դա ընդունեմ։ Չի կարող իմ երկրում տենց ոստիկանական համակարգ լինի։ Մենք ամեն ինչ անենք, որ ոստիկանական համակարգը բարելավի, լավարկի։ Ու այս քննադատությունը հենց նաև այդ հրելը շատ կոպիտ եղավ։ Դղկոցը առանք։ Տես, այդ բարի փոխումները գնում են մեր ֆինանսներ են գնում ու հարցը առաջանում, ախպեր, ոնց է ծախսվում։ Դրա համար կան վերահսկող նաև ՀԿ-ներ, շնորհակալություն նրանց էլ իրենց արած ցավալուն աշխատանքների համար, բայց մենք քանի որ մեկը ես այդ իմաստով բավականին էգոիստ ու մաքսիմալիստ եմ, ուզում եմ որ մի վարքյան մի ոց շուտ լինի դա։ Իհարկե ներքուս շատ լավ հասկանալով որ արագ չի լինելու։ Հասկանում եք, բայց այն էլ համայնքներում ոստիկանները շատ բաներ չգիտեն։ Եկեք փորձենք գնանք մի հատ համայնքներով շրջենք, տեսեք ինչ է կատարվում։ Ոստիկանը չգիտի, ոստիկան ինչա նշանակում։ Իհարկե դա սպեցի տղերքն են, ոնց հասկացա, բայց միևնույնն է չի կարելի։ Իրան ինչ ասա, այնտեղ հրամանատարը հրամանը ինչ է եղել, ասել են գնա խփի։ Ներվայնացել է, հասկանում ենք կան, որ սադրում են կողքից կարող մի բան ասել են ականջին գժվել է, բայց չի կարելի դες։ Եվ մյուս կողմից էլ այո, ես լրագրողին էլ կարամ քննադատել, ոչ թե այդ լրագրողին չէ, այդ պահին չէ։ Ուրիշ պահերում, որտեղ որ համահանում են, ասում ենք։ Բայց այդտեղ ինքն իր գործն էր անում, իսկապես։
Ճիշտ է, հետո տանելու էր մանիպուլատիվ ձևակերպումներով ցուցադրել, հարցը вообще դա չի։ Բայց ինքը իր գործն էր անում։ Սա էր հարցը։ Այսպես ժողովուրդ ջան, նենց որ լավ լուրերից մեկը էս նամակն էր, որ չի ընդունվել վարույթ, ես կզարմանայի չնայած որ ընդունվել։ Եվ այդ գոռալն էլ իրավունք չունի, Հասմիկ ջան, բա ես պատկերացնում եմ, ասենք իմ կնոջ վրա մեկը տես գոռար։ Գոռալը որն է, բան կա, ձևակերպի միտքը տես բանի, իրավական նորմերի տանելու ատար, չէ։ Գոռալը որն է, դղկոցով բրդելու, դա չի կարելի։ Էդի կարող է ես հունից դուրս գամ, դու հունից դուրս գաս, մյուսը հունից, մենք քաղաքացի ենք, կարող է տենց ուղիղ իրավիճակներում հունից դուրս գանք, բայց ոստիկանը չպիտի կարենը կառավարի իրան, հասկանում ես, մի քիչ երևի չգիտեմ, ես չեմ կարողանում ճիշտ ձևակերպեմ միտքս, այս լրագրողը բարձր էր խոսում, բայց չէր գոռում, կամ գոռում էր ինչ։ Կամ իր ընկերները իրան տանում են, թող հասկանա, որ եթե ընկերներն են տանում, ուրեմն ինքը արդեն հանում է, պիտի ենթարկվի լսի գոնե։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ամեն ինչ առջևում է, ես չէի ուզում ես քասախի թեմային առհասարակ անդրադառնալ, որտեղ ազատ շփումով անդրադարձել էի ու իմ կարծիքը ասել էի։ Ես կարող եմ իմ անձնական կյանքից օրինակ բերել։ Իմ անձնական կյանքից արտերկրում տեղի ունեցած։ Ես դրա մասին չեմ պատմել, եկեք պատմեմ, բայց շատ բաներ չեմ բացելու։ Ուղղակի իրավիճակը, որ հասկանանք։ Արևմտյան շատ զարգացած մի երկրում մի իրավիճակ է լինում, որտեղ որ ըստ էության ես ենթադրել հանցագործություն եմ կատարել։ Երկու օգուտ լավ տպել եք ասել, մեկը վրացի, մեկը ադրբեջանցի։ Լավ տպել ո՞րն է։ Առավել ևս բաժանող էլ չէր եղել սրտից ուզածի չափով, փախնելու տեղ էլ չունեին։ Լավ, շատ չմարանամ դետալների մեջ։ Ես մինչև կհասնեմ իմ կեցության վայր, ինձանից շուտ հասնում են։ Մեքենայից դուրս են հրավիրում։ Ճշտելով ես եմ արդյոք, թե որ գիտես ժպիտով, այնպես կայֆ է, որ չես էլ ուզում հակադարձես։ Հիմա իջել եմ դա սիգարետը ձեռքս է, ու մյուս կողմից էլ այդ ապրումներն ա, որ էսի ու մի ձեռքս էլ գրպանս։ Ասես կներեք կարելի է, որ խնդրեմ ձեր այս ձեռքը գրպանից, հանեցի, կանդալը գցեց ու կանգնել է։ Ես ասի երևի սպասում են մեքենա էլի մոտիկանաբան, դե քանի հələ չեն եկել, կանգնի ձեռի սիգարետը շուտ ծխեմ, գոնե հասցնեմ ծխեմ, որտեվ հետո մեկ էլ ես իմ երբ ծխեմ, չգիտեմ, քաղմասում ընդեղ, թող են ծխեմ, թե չէ։ Դե ես ծխեցի, վերջացրեցի, ասեց հիմա կարող եմ այս ձեռքը դել։ Հաստորեն մոտ 2 րոպե ինքը կանգնած սպասում էր, որ ես սիգարետը ծխեմ վերջացնեմ։ Հետո ինչ հասկացա։ Սենց է։ Թագու հրամանով սենց է։ Ոստիկանը պիտի աշխատի մարդու համար, ոչ թե մարդու դեմ։ Այսինքն, անգամ եթե հանցագործ ես, ու հանցագործության ժամանակ են քեզ ձերբակալել, դու այդ պահին գտնվում ես ըստ մեկնաբանության բարդ հուզական բանում, վիճակում, ու ոստիկանը պիտի ամեն ինչ անի, որ հավելյալ հոգեբանական խնդիրներ չստեղծի, բայց այդ ժպիտով համբերատար դիմումի վրա, եթե ես մի հատ ընդդիմացող ժեստ անեի, են կողքի բույվլներով, ինձ գիտես ոնց կտային գետնին, սենց ձեռվոտ իրար կապած կգցեին ավտոն կտա, այդ ժամանակ արդեն իրավունք ունեմ։ Ու կտանեին բաշ։ Այսպես էր գործում, իհարկե դա արդեն երկար ժամանակ կայացման ճանապարհներով անցած երկրի ոստիկանությունն է։ Իսկ մենք, ես կարծում եմ, դեռևս 7 տարեկան ենք։ 7 չէ, ես կասեի ավելի քիչ, 4 տարեկան ենք, որովհետև մեր հիմնական քննությունները մենք անցել ենք 21 թվականին։
Հիմա տեսեք, օրինակ Արևմտյան Եվրոպայում վերջին անգամ պատերազմ երբ են տեսել 45-ին վերջացել է ամբողջը։ Դրանից հետո նրանք անընդհատ գնացել են զարգացման ճանապարհով։ Մենք ինչ ենք տեսել։ Մենք տեսել ենք երկաթե վարակույր, ոչ մի լուրջ զարգացում տեխնիկական ոլորտում, հետո մի անգամից այդ վարակույրը կորել է, բայց հայտնվել են որոշ հանցագործներ, ովքեր որ մեր գիտական ներուժը շատ քիչ, բայց գիտական ներուժը վարի տվեցին, այլանդակություն ու պղծություն քարոզեցին եկեղեցու ներկայացուցիչներով հանդերձ։ Մատ sense լավ խառնեցին սաղ իրար, ու այսօրվա դրությամբ տեսեք նստած ենք, որ երրորդ ավտոնա ցակած գլուշիջելով գր գնում, որովհետև գիտեք ինչ, այս է արժեքն է իրանց։ Այսօր գիշերը ժամը 4-ի կողմերը փողոցում եկե դրիֆտ են անում, այդ գրռալով ավտոնը, սա փոխադարձ հարգանքն է։ Ու եթե անգամ աղբերս լիներ բրուլին, եթե ոստիկանությունը դրանց այդպես տա պոլին ու տաներ, այդ ժամանակ ես ոստիկանին բան չի ասի։ Չի ասի, որովհետև բազմահարկ շենքեր են ու հազարավոր մարդկանց քունը խանգարում են իրաց լեկտի, իրենց անդաստիրակ, հերերի, մերերի տված դասիրակ, բաց թողումն է դա։ Պիտի տային պոլին ու տանեին, այ դրան բան չի ասի, կոզեն լավ են արել բա։ Բա ինչ է նշանակում, տարական բանա չես հասկանում։ Չէ, մեզ Բրիտանիայում չի եղել հարգելիս։ Այս է մեր արժեքները, այս են դաստիարակել մեզ։ 30 տարի, տեսեք, իրանց երեխեքին, քանի որ ամեն ինչ կարելի է եղել, իրանց կուտոկի, էլի, բալեքին, թուլեքին, ամեն ինչ կարելի է եղել։ Տղերքը ոնց են։ Տղերքը իրանց տեսակով սենցն են, սիրում են մրցել։ Հասկանում եք։ Դա բնությունը այդպես է ստեղծել տղերքին։ Սիրում են մրցել, որտեղ կա մրցակցություն, սիրում են խաղալ, սիրում են մրցել։ Տեսեք փոքր ժամանակվանից աղջիկ երեխեքի խաղերը ավելի կազմակերպչական խաղեր են դրանք ու նայեք տղերքի խաղերը, մրցույթի մասին է։ Հասկանում եք, հասկանում եք։ Ուրեմն որտեղ տղաները սիրում են, դա իծն է։ Ու մեկ էլ այդ նույն տղերքը, ովքեր ամեն մեկը իրան համարում են տղա է մարդ։ Տեսնում եմ, որ ինչ-որ շատերին շատ բան կարելի է, որոշներին բաներ է կարելի, որ իրան ոնց, բա ես էլ եմ ուզում տենցը լինեմ։ Ու սկսում այդ մրցակցությունը, հասկանում եք։ Եթե երկրի ղեկավարների, նրանց բաների, քաղաքական թիմի, կուտոկի, լակոտները երրորդ գծով էին սկզբում ավտոները քշում, երրորդ գծով, գիտեք, Եթե ես 92, 3, 4 թվերի բան եմ ասում, երրորդ գծով քշելը լավ տղություն էր, որովհետև եթե դու ելնում ես երրորդ գիծ, քեզ կարող է գային կանգնացնի, որ գային կանգնացնի, պիտի ջեբդ փող ունի։ Փող ունես ջեբդ լավ տղա ես, ուժեղ տղա ես, հասկանում ես։ Կամ եթե կայնեսնի կարենաս դու հասնես նա որ սկի փողել չտաս, դու вообще չեմպիոն ես։ Ոստեղ սկսվեց մրցակցությունը, ոնց։ Ինչ պակաս տղա եմ որ, հասկանում եք։ Այսինքն արժե համակարգը խնդիրը դարավ տղու համար հետևյալը հասնեմ նրան, որ երրորդ գծով ես քշեմ ու ինձ ոչ ոք չկանգնացնի։ Ու սա սկսեց կեղտոտությունը։ Մեկ էլ նայում են, այնտեղ խփում են, չեն դատվում։ Այնտեղ մարդակերություն են անում, ու սկսեց այդ մակարդակի վրա մրցակցությունը։ Ու արդյունքում այսօր մենք կանգնած ենք կռախի առաջ։ Հասկանում եք, մենք առհամարեցինք ամեն տեսակ սովորել, մովորել բարոյական արժեքներ, բարոյական արժեքներից ենք խոսում, տարժական բան ասեմ, տարժական բան, ու շատ եղեք այսօրվա երիտասարդները մի նախադասության մեջ քանի անգամ են ասում հորս արև, չէ, ես չեմ ասում, որ նրանք իրանց հորոքի, հարցը դա չի, բայց գիտեք ինչ, ես հիշում եմ, տեսեք ուր ենք հասել, 90-ականներին, եթե մի բան ասեինք դիմացին ասեր դե երթվի, արդեն այդտեղ պատերազմը կսկսեր ոնց երթվի, ես բան եմ ասում դու չես հավատում, պիտի երթվեմ, որ հավատում, արդեն կռիվը կսկսեր։ Իսկ եթե մի հատ էլ հոր ու մոր արել երթվալ, դա անհեղություն է,
հասկանում եք, կամ եթե մեկը ասի հորս արել, այն որ ստիպված մտնեն իրավիճակը, որ պիտի երթվի, որ ընկնի տեղը, երթվեր, մեկը փորձեր, նենց կասկածի տակ դներ դրանից հետո տվյալ խոսակցությունը, այդ խոսակցությունը այդտեղ փակվում էր, երթում կա այդտեղ դրած, վերջ, դա արդեն տես չի, սենց վերջացավ, հասկանում, այսօր ամեն նախադասության մեջ երիտասարդները հորս արև, ապա հելան գնացին կապեր, հորս արև մտանք, մեկ էլ հորս արև տենանք ընդ դա հենց խոսում է նրա մաս, իրանք մտածված դա չեն անում, մտածված չի, դա ենթագիտակցություն է, որ կարող է իր խոսքի արժեքը այնպեսին չի, դա ենթագիտակցություն է, կարող է վսյոտիկի դիմացինը իրան ենքան էլ չի ըմբռնում ընկալում, ու ինքը հաստատող մի հատ բան է անընդհատ պետք լինում, որ ինքը իր միտքը ասի ու դիմացինն էլ ազդվի իր ասածից, հասկանում եք, այդպես, այդ երրորդ գծով քշելուց եկավ հասավ այստեղ, ու հիմա ստեղից փորձում ենք քայլ բարձր, գիտեք ինչքան բեռ ու ծանրություն կա այդտեղ ախր, անգրագիտության բեռ ու ծանրություն, անգրագիտություն ընդ որում ես ասում եմ, համար մեկ անգրագետը թող ես լինեմ, հարց չկա, ես ներս չեմ մեկին պիտակավորում եմ ինձ այդ տեղից օյ մոյ հանելով, ոչ, բայց գրագիտությունը դա ոչ միայն դիպլոմներն են, խնդրեմ, դիպլոմով երկու փաստաբան, գնացել դիմել էին դատախազություն, տեսանք ինչ եղավ, հասկանում եք, ու դիմումները ներկայացրել են իրանց ուզած տեսանյութը ներկայացնելով, լավ էր, որ այդ Ախուրյանի ոստիկանին զանգած էր եղել, ու ասում եմ, ասած տեսանյութում ես այս բաներ, ասում եմ, դու ամբողջը նայի, նոր ամբողջը նայել, իր եզրակացությունը այստեղ արդեն անհրաժեշտություն էր եղել, բայց իրանք մանիպուլյացիայով են մտել, խնդրեմ, հասկանում եք, դաստիարակության հարց է, դաստիարակության ու կրթության հարց է, բարոյականության նորմերը խեղել են այս լկտիները, նույն է, ասում է, տեր արշակը ինչ է, ասում է բանա, կարող է Արցախի չլինելու մեջ էլ մեր բանը, մենք էինք մեղավորյանի, որ ուխտը խախտել ենք, էլի կրոնավոր, ամեն ինչում, դուք չեք պատկերացնում, ու գիտեք, չեմ ասի ուղիղ ու առաջնային մեղավոր եք, բայց ամեն ինչում, ամեն մեկս ենք մեղավոր, դու ոնց կարաս մեղավոր չլինես, բա իհարկե մեղավոր ես, ես կարող եմ հիմնավորել, ուղղակի այդքան չեմ ուզում ավելի երկարացնեմ, էդ էլ կա, Ալիս ջան, էդ ավելի վատ բան, այն որ քֆուր են ուտում, շանտաղա լինեմ, շունից ծամված լինեմ, խափողի երեմներ, դուս բաներ են խոսում, ոնց կա, ես այդտեղ միանգամից կասկածի տակ է դրվում իր պատկերացումը իրականում ծնողի մասին, կասկածի տակ է դրվում, իրանք կարծում են, որ հակառակն է, չէ, ինձ մոտ լրիվ ավելի հակառակն է, ես չեմ կարող վստահել տենց մարդուն, ով ինքը իր խոսքին չի վստահում, մենք որ ամեն վարկյանում ենք հորս արև կպուրա ուտում բան անում, ինչի կարիքը չկա, զրուցում ենք, հասկանում եք, իսկ խոսքը, հենց սկիզբն է, լեզուն, ցանկացած երկրի լեզու իր մասին պատմում է, իր մասին պատմում է, եթե ուզում ես ծանոթանաս ազգի հետ, ծանոթանում ես սկզբում իր լեզվի հետ, ու այդ լեզուն, եթե ուշադիր լինես, պատմելու է այդ ազգի տեսակի, ձևի, բնավորության գծերի ամեն ինչի մասին։ Օրինակ, ես այդ օրինակը շատ եմ սիրում բերել, ինչի հայերենում չկա բան, ոնց ասեմ հայերեն, որտեղ չկա, հայերեն չգիտեմ ոնց ասեմ, ռուսերենով ժենսկի ռոդ, մուսկի ռոդ, կանացի վերջավորություն, ասենք օրինակ հիշի, արական իգական, արական սեր, իգական սեր հայերենում չկա, մոռացել է այդ երկուսը, ինչի չկա, եղել է, շատ անտիկ շրջանում եղել է, բայց հետո ինչ-որ մի պայից էլ չկա արական ու իգական սեր, որովհետև են դեմոկրատիան ու են հավասարությունը ճիշտ բախշված գործառույթները տան մեջ, որ եղել են հայկական ընտանիքներում, թույլ են տվել, որպեսզի, ասենք հայ տղամարդը կնոջը կենդանի որպես չի վերաբերվել, մինչև այսօր 21-րդ դարում կան ազգություններ ցեղել, ում համար կինը կենդանի է կամ ինչ-որ ճորտա, ինչ-որ պարտական, հազար բան կա, հասկանում եք,
Մեզ մոտ ճիշտ բաշխված է եղել կնոջ դերը, տղամարդու դերը եւ բանը մեկը մյուսից գերադասելի կամ բան չի եղել, հակառակը չի եղել։ Լեզուն խոսում է իր մասին։ Ասենք օրինակ, հա, երբ որ ուսումնասիրում ես, ասենք իտալերեն լեզվի մասին, եթե խոսենք, ինքը լրիվ մի անգամից զգում ես, որ դա ինչ-որ կայսերապաշտական, ինչ-որ կայսրություն հաստատ ինքը եղել է, որովհետև իրանց խոսույթը շատ սենց կտրուկ, չոր, հռետորական է, հասկանում եք, ամեն բառը ունի իր նշանակությունը, հոմանիշներ գրեթե չկան։ Ասենք օրինակ չուկչաների լեզվով 40 տեսակով կարող ես ձյուն բառը ասել։ Ու ամեն ձյունը մյուս ձյունից տարբեր է, որովհետև մինուս 50։ Չես հայերենում մեծ ձյուն է։ Եթե ուզում եք նկարագրեք ինչ ձյուն, երկրորդ բառ ենք ավելացնում։ Հասկանում եք, ֆրանսերենը իր ամեն լեզու իրանն ունի։ Եվ իզուր չի, որ Բայրոնը երբ որ ասել է հայերեն լեզուն աստվածների լեզուն է, այ հենց նրա մասին է խոսքը, որ մերը աղոթքի լեզու է, այո, Աստծո հետ շփվելու լեզու է, դիմացինին այդ արա, որ ասում ենք, որը որ դարձել է վատ բան ժամանակի շրջանում, այն ժամանակ հակառակ է օգտագործվել, արա, այսինքն արայով դիմելը, ասենք դիմացինին ոնց որ ասենք Աստծո ես, Աստված ես տեսնում դիմացինիդ մեջ, հասկանում ես, ար Աստծով են դիմել, արը էդի այդ բանն է, հասկանում եք, ցած նյուանսներ կա, նրբություն կա, ես շատ գիտեմ, կարող է ես էլ լավ չեմ տիրապետում, ես ամեն ինչը սիրողական մակարդակի եմ ես ուսումնասիրում, բայց փորձում եմ մաքսիմում օբյեկտիվ բան անել։ Եվ այդտեղ հասկանում ես, որ հա դե հայերը պիտի առաջինը քրիստոնեությունը ընդունեն, բավ պիտի ընդունեն, եթե աղոթքի լեզուն, Աստծո հետ խոսալու լեզուն հայերենն է, ուրեմն կրոնական ցանկացած իրավիճակում հայերեն իմանալը անհրաժեշտություն է։ Թարգմանչական գործունեությունը հայերի մոտ շատ լավ է ստացվում։ Մի խոսքով դա էլ ունի իր պատճառները, բայց շատ չխորանանք լավ։ Այսպիսի բաներ կա։ Հիմա եթե մեր լեզուն աղավաղելով եկել հասել ենք նրան, որ այսօր հայերենում 50 բառ իմանաս, կբավարարի քեզ, որովհետև սահմանափակել ենք, այն բանը, հորը սարև, բանը եկավ, բանարինք, հորը սարև, մորը սարև ապերել։ Որ մորը արևի վրա մի հատ հորը արև է երծում, որ հորը սարև ապե մորը սարև է, որ ասում եմ մորը սարև, իզուր չեմ ասում, հորը սարև, մորը սարև եմ ասում։ Այս սենց են ասել արդեն։ Դա հենց անկրթությունն է։ Անկրթությունը։ Ու գիտեք, ես մեկ նախանձ եմ ապրում, երբ դիտում եմ որոշ նյութեր, հաղորդումներ երեխաների մասին, կլինեն ռուսերեն, թե այլ լեզուներով, երբ իրանց երեխեքը խոսում են, ու շատ լայն են խոսում, շատ բառ օգտագործելով են խոսում, ճիշտ բառեր օգտագործելով են խոսում։ Ու նայում եմ մեր երեխեքին, ես այդտեղ մի քիչ նախանձում եմ, անկեղծ եթե լինեմ։ Բայց այդ ամեն ինչը ունի իր պատճառը, խիատ հենց, ունի իր պատճառը, և այո, այդ պատճառներից մեկը հենց խեղված բարոյական արժե համակարգն է, ինչի թիվ 1 պատասխանատուն ես պարագայում, բարոյական արժե համակարգի մասով, թիվ 1 պատասխանատուն, եկեղեցու ներկայացուցիչներն են։ Վերջ։ Հասկանում եք։ Իսկ թե ավելի մանրամասնապետ, այդ արդեն երևի մյուս եթերներին խոսենք, որովհետև ինչ-որ շատ երկար խոսեցինք։ Այո, եկեղեցու պատասխանատուներն են, բարոյական արժե համակարգի պատասխան և ԿԳՄՍ նախարարությունը։ Բոլոր ժամանակներում։
Այսօր փառք Աստծո որոշ աշխատանքներ տեսնում ենք, գուցե թերացումներով, գուցե խնդրահարույց, գուցե որոշ դեպքերում անընդունելի մեզ համար որոշումներ, բայց տեսնում ենք, որ խորցում են այս ճահճային իրավիճակից դուրս գալ, այսպես չի կարելի։ Իսկ այդ իրավիճակը որտեղից է ստեղծվել, այդ բամբուկը որտեղ է աճել, այդ մոծակները ինչ ղամիշի վրա են եկել, որտեղից է ամեն ինչը։ Դա եղել է տրամադրված, ծրագրավորած, սենց բերել, հասցրել են։ Դե կրթության ծրագրերն էլ Հասմիկ ջան, տեսեք, ես սենց եմ կարծում, կրթության մեջ ցանկացած փոփոխություն, կուզենք անունը դնել բարեփոխում, կուզենք դնել փոփոխություն, ցանկացած փոփոխություն երկարաժամկետ է։ Կարճաժամկետ ծրագիր չես կարողանում դնել։ Երկարաժամկետ է, այսինքն եթե դու այսօր մի հատ բան ես փոխել, որպեսզի տեսնես, թե քո փոփոխությունը ոնց աշխատեց, առնվազն 10 տարի պիտի սպասես։ Այ հենց այդտեղ էլ ենք լավ թերացել, դրա համար այսօր այսպես խառը վիճակում ենք հայտնվել։ Դրա համար սենց հիմա իրար չենք լսում, չենք հասկանում կամ մի խոսքով ասած մոտ խառն է, ու նաև այդ իրավիճակը շատ ձեռնտու է մեր թշնամիներին, ովքեր որ շատ հանգիստ մեր համացանցային տիրույթում հայկական կայֆավատ են լինում, ինչ ուզում անում են, ինչ ուզեն։ Ու ամենավատը գիտեք որն է, որ երբեմն նրանց հետևորդներին բացատրում ես, որ դա մեր թշնամին է, քեզ հակադարձում ես, բայց ճիշտ բան է ասում։ Ես հա դե իհարկե մեր թշնամին մեր լավն է ուզում, դրա համար ճիշտ բան է քեզ ասում ես։ Լավ ժողովուրդ ջան, այս եթերը այսպես վերջի հատվածում ահագին զրույցով ընկանք, այնուամենայնիվ եթերի սկզբանը նրա մասին էր, որ փորձում էին ծաղրել, փորձում էին անուն կպցնել, գիտեին թե պիտի մի 5-10 հազարով կամ պիցայով մարդիկ ընդեղ հրավիրեն, որ շատ Երևան, ես էլ ասեմ, տեսակ ինչքան մարդ հավաքեցի, բայց կներեք, ես մարդահավաք մեկը չեմ, ես քաղաքացի եմ, ով առաջարկել է, որ ովքեր միանում են այդ մտքերը առաջարկելու, այդ մտքերին մարդիկ են միացել եւ եզրափակելով խոսքս կասեմ հետեւյալը մի ամբողջ նախկին կոալիցիոն կառավարությունով ձեր էշելոններով ձեր ամեն ինչով միացակ բոլորը ձեր կոչերով 1000 հոգի մարդ չեկավ ու հավատացեք եթե հավաք հանրահավաքի կոչ անեն կամ արվի ու այս մարդիկ բոլորը սպասում են տենց մի բանի ու խոսքը լինի հատկապես Կտրիչ Ներսիսյանին ճանապարհելու մասին եւ լինի հստակ քարտեզ աշխատանքային դուք չեք էլ պատկերացնում որ անկախ ձեզանից ինքներդ էլ մտնելու եք դարձյալ այն ցանկերը որտեղից որ այս վերջերս երևում են ձեր քիթիկները Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, այս process-ը շարունակական է, սենց անընդհատ պիտի զրուցենք, հասկանանք, դնենք, վերցնենք եւ այլն, զուգահեռաբար ես 1-2 մտահղացում ունեմ, որը ուրբաթ օրը դրեք մի հատ քննարկենք, եթե լավ բան է, գաստանք գնա։ Տենանք ինչ հաստատ բանա, օգուտ չտա, վնաս չի տա հաստատ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ, մերսի դիտումների եւ տարածումների համար, շատ շնորհակալ եմ ձեզանից, էջս լավ խափանված է, լավ աշխատել եմ վրան արդեն, հերնանեցվել է էջիս դիտողականությունը ընկել է, ամեն ինչ ընկել է, այնպես որ ձեր տարածումներն ու լայքերը օգնում են, որ մի քիչ վերականգնվի, այնպես որ կրկին անգամ շնորհակալություն, բարի գիշեր։